Ողջույններ բոլորիդ, ուրեմն ես Արթուն ենք շարժման մաս եմ եւ շատ ուշի ուշով, ինչպես որ բոլորդ, հետևում եմ impeachment-ի գործընթացին, որոնք նախաձեռնել են իմ կողմից շատ հարգված եւ միշտ հավատարիմ նույն գծին, այն է Նիկոլին իսկապես հեռացնելու գծին անձանց կողմից, երկուսն էլ մասնագետ, երկուսն էլ հարուստ փորձառությամբ, թե պետական ծառայության ոլորտում, թե որպես ընդդիմադիրներ, Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից եւ ուզում եմ անդրադառնալ չնդիմադիր խամաչիկներին, չնդիմադիր խամաչիկներ, որ հայտարարում եք, որ չեք ընդունի, որ ձեզ թիրախավորում են, փիսիկը նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել, ուլացել լինում, իսկ պարգևավճար ստանալուց Նիկոլից թիրախավորված չեք զգում, իսկ իրանց հետ պայեստ կեք գնալուց թիրախավորված չեք զգում, երբ որ ձեզ առնում են ու դուք մտնում եք ԿՊ-ականների հետ, Նիկոլի տակ պարկած օլիգարխների հետ բիզնեսների մեջ, թիրախավորված չեք զգում երեխեք, կամ որ ինձ թիրախավորել է կոնկրետ Մայր Հայաստան խմբակցություն ներկայացնող մեծագույն անձի կուրքի պրկչի, ինչ որ ռուսկախոս կնանիքի ակումբ 5 տարուց ավել է, ինչը ես ասել եմ, որ ես քաղաքական վերլուծաբանությամբ եմ զբաղված, այլ ոչ թե կռապաշտությամբ։ Այդ թիրախավորված լինելը դա է։ Թիրախավորված լինելը նա, երբ որ դու առաջինն ես վեր կենում ու դու խոսում ես Նիկոլի թուրքի ստրուգ լինելու մասին, կատարյալ ավարա եւ դավաճան լինելու մասին, եւ քեզ թիրախավորում են բոլոր հնարավոր եւ անհնարին պոակները։ Քեզ ընտանիքիդ ու երբ որ դուք ծակուցուկեր եք մտած այդ ժամանակ, վախենում եք խոսել, իսկ ձեր շարքերում Մայր Հայաստան խմբակցություն եզի բալեք կային, որ աշխատում էին կոկոլի հետ, բերանները շպագած ժպիտ բացած, որ այսօր իբր թե դուք ընդդիմադիր եք, ու որ ամեն ինչ արել եք, որ իր հետ գնաք ընտրությունների, որպեսի իրեն լեգիտիմացնեք եւ ձեզ լեգիտիմացնեք, ով որ ձեզնից ցավի շարել, վերջին մարտն է, որ թիրախավորված լինելու մասին է խոսալու։ Դուք խաբեբաների հավաքածու եք, ու մեզ հարկավոր է ընդդիմափոխություն, որպեսի մենք կարողանանք իրականացնել իշխանափոխություն, իսկ ես առհասարակ իմ անձնական կյանքը եւ ժամանակը տրամադրել եմ այդ սուրբ գործին, անասունին հեռացնելու եւ բանտ նստեցնելու գործին։ Թե դուք ինչպիսի զգացողություններով կփորձեք ծախել ձեր խաբեբայությունն ու ստախոսությունը, դա իմ համար երրորդական է։ Բոլոր այն քաղաքացիների, ում դուք տարել եք զբոսանքների, ոչինչ չեք նախաձեռնել, աբսոլյուտն ոչինչ։ Դուք, եթե ունեցել եք ռազմավարություն, դա եղել է ժողովրդին տուն ուղարկելու նպատակ հետապնդող ռազմավարություն, որովհետև ուրիշ արդյունք դուք երբևէ չեք արձանագրել, դուք ոչինչ արած չունեք 4 տարի շարունակ։ Ես բոլոր ունկնդիրներին, ով որ այս լայվը կդիտի, խրախուսում եմ մտնել այդ խայտարակ դաշինքի խայտարակ պոստի տակ ու խայտարակել մինչև վերջ, թե բա թիրախավորված ենք մենք զգում, really, ամբողջ Հայաստանը ու Արցախը բերել դրել եք թուրքի թիրախի տակ, դուք թիրախավորված եք, ուզում եք 2026 ընտրություն խաղալ, այն դեպքում, որ դուք որևէ երաշխիք չեք տալիս, ինչպես որ 2021-ին չեք տվել, որ որևէ կերպ դուք անասունին հեռացնելու եք, Ես ամբողջապես սատարում եմ այն նախաձեռնությունը, որի զուտ, այսպես, ոնց ասեմ, զտած ձեթունի ձեթի պարզությամբ միմիայն նպատակ է հետապնդում անասունին հեռացնելու եւ ազգայնամետ իշխանություն դնելու։ Ոչ թե ձեր ինտրիգները, մի մասը ռուսների հետ, մի մասը եվրոպացիների հետ, ձեր ընտանիքների գրին քարտերը, չգիտեմ, այնտեղ ամերիկյան քաղաքացիությունները, ինչ գրողուսև ջանդամները։ Ժողովուրդը դրա համար չի ձեզ ձեն տվել։ Ու երբ որ ժողովուրդը ձեր իսկ կողմից տրված նախընտրական խոստման դիմաց պահանջում է հենց այդ խոստումի իրականացումը, դուք սրիկաներից սրիկա եք, դուք Նիկոլից Նիկոլ եք, եթե ասում եք, որ այդպիսով ժողովուրդը ձեզ թիրախավորում է։ Ու ձեզ ասեմ, պատգամավոր լինել նշանակում է, որ դուք միշտ ժողովրդի թիրախում եք գտնվում։ Դուք հարց չեք գնացել կեսրարի տանը։ Դուք հանրային ոլորտում հանրային խնդիրներ լուծելու համար եք, ոչ թե մի անձի ինտրիգներ ու իր մոտիվացիաներ բավարարելու համար եք։
այլ հանրային ներկայացված պահանջները իրականացնելու գործիքակազմ եք, որը իրականացնելիս դուք պետք է առաջնորդվեք ոչ թե ձեր թայֆաբազական ինտրիգներով ու բազարներով, ով տակ մտնիով շքամով, այլ անհատական ձեր խղճով, եթե այդպիսին ունեք, որովհետև ձեր մեջ կրկնում եմ, կան նախկին ԿՊԱ-ականներ, որ մինչև հիմա ԿՊԱ-ական են։ Դուք շարունակում եք 2018-ի թավիշը անել, որի հաջորդ կայարանը Հայաստանի հանձնումն է։ Ես կթիրախավորեմ ցանկացած եթիմ անասունի, ով որ պրիցել է կդնի իմ երկրի վրա, եղավ։ Ու ես պուպսիկ ավարի խոսալու ոչ մեկիդ հետ չունեմ։ Դուք է չպետք է այդ ընդունեք, որովհետև դա նշանակում դուք պուպսիկ եք։ Ես լիովին կիսում եմ Մալյանի գնահատականը, որը գրել է ձեր անասուն հայտարարության մասին, նույնքան անասուն, ինչքան այն անասունությունները, որ Նիկոլը ամեն օր հելնում խոսում է, ու դուք սիրում եք, որ ինքը հելնի խոսա։ Այդ անասունությունները, որովհետև այդ ձեր օրվա հացն է, դուք այդ վերցնում եք, ու ոնց որ լրատվական ծառայություն լինեք, նստում եք, սկսում եք պատմել, ինչ է ասում Կոկոլը։ Կարծես ազգը խուլ է, ազգը կույր է, ազգը ընկալման խնդիր ունի, չի հասկանում դիմացինը ինչ է անում, ինչ է ասում, դրա համար ձեզ որպես թարգմանիչներ են ուղարկել ազգային ժողով, ուրիշ ոչ մի բանի համար չեն ուղարկել, որ դուք պատմեք, փչացած հեռախոսի պես, տեսակ ինչ ասես Նիկոլը, տեսակ ինչ արես Նիկոլը, ասաց Էլինար Վարդանյանը, ես տեսա դու ինչ ես անում Էլինար Վարդանյան, պարկել ես մեկի տակ, մտել ես մեջը ու ընդեիչ ժողովրդին ժեխ անվանելով գնում ես դեպի 2026-ին էլ քեզ պատաված պարկևավճար ու էլ ինչ մի հատ պկա, դրանցով քեզ ապահովելու համար ու պայեստ կեք։ Դուք ոչ մի բան, եթե դուք 4 տարվա մեջ չեք կարողանում միասնական վարչապետի թեկնածու առաջարկել, եթե դուք իմպիչմենտին չեք վերաբերել, ասելով, որ պետք չէ փողոցային շարժում, չնայած լավ էլ փողոցային շարժում էր, պետք է գնալ ազգային ժողով, որպեսզի ավելի լավ մորթել, այնտեղ, չգիտեմ, չարգայլին եւ այլն, որսկի չարգայլել չի, անասունի վաստակա։ Սարքել եք մի հատ ես իմ տարական իշե։ Ու տենց գնում եք ամեն օր աշիշ դուս եք տալ ոչ մի նորմալ օրինագիծ, ոչ մի նորմալ փոփոխություն, ոչ մի քաղաքական հանրային ակտիվություն, աբսոլյուտը ոչ մի։ Սարքած ծեծկրտուկներ ակցիաների շրջանակներում, որոնք ապրիորի կազմակերպվել են տանուլ տալու գաղափարախոսությամբ, այլ ոչ թե հաղթելու, կոտրելու, փշրելու եւ բանտում նստածների վիճակագրությունը մարդկանց քիթը կողելու, որ յանիմ էդի ձեր արդյունքն է։ Որ հենց բանտում նստածները ձերերեսից ասում են ախպեր, ես խնդիր չունեմ նստեմ, ես խնդիր ունեմ, որ նստեմ ինչ-որ մի բանի համար, որ այդ անասունը գնա։ Այդ ամեն ինչի վերջում մենակ դուք եք նստում պարլամենտում ու որոճում ու բառաչում եք։ Այտենց է, չէ՞, Կոկոլը ձեր հետ խոսում։ Ոնց ուզում տշում է, ոնց ուզում հետներդ խոսում է։ Որովհետև տվել է, չէ՞ նախապես, այդ հաշիվը փակած է, այդ ստացած է։ Ինքը կարա իշնի ձեր վրա։ Ինչ-որ նախապայմաններ եք ներկայացնում, մի հատ թող գնան բերեն այս քանձեն, մի հատ թող փողոցը լցնեն, կակբուտը մինչև հիմա փողոցը դուք եք լցրել, կակբուտը ժողովուրդը ձեզ տեսել ասել, աման Աստված, այս ինչ սրբապատկեր մարդիկ են։ Վա, ես ոնց չգնամ այս մարդկանց նայեմ ներքևից բարձր դրված բեմին, ոնց են ինձ պատմում, ինչ է արել ու ասել Նիկոլը։ Մարդիկ փողոց դուրս էին եկել ու շատ հաջող ամեն ինչ գնում էր։ Բոլոր նախագահները Արցախի եւ Հայաստանի միաբանված, բացի մեկ հոգուց։ Այդ մեկ հոգին ձեր տերն է։ Բացի մեկ հոգուց։ Փողոցային պայքարով ընդվզմամբ եւ ազգային միասնականությամբ ՀՓՇ-ի մասին է խոսքը, պատրաստվում են անասունին հեռացնել։ Դուք հելակ ասեցիք, օքեյ, հեռացնենք, բայց մտնենք պարլամենտ ընտրություններով նոր հեռացնենք։ Ու դուք մտել եք ու չեք հեռացնում, դուք մոտեցնում եք այդ անասունին։ Մինչ այդ ես ձեզ հիշեցնեմ, ինչպիսի հետաքրքիր ակցիաներ են կազմակերպում քաղաքացիները ԿՊ-ական պատգամավորների շենքերի տակ։
Ինչպիսի նակալ կար, ինչպիսի արժանապատվության զգացողություն կար։ Դուք այդ սաղ մարեցիք, սարքեցիք նախընտրական ֆոտոսեսիա։ Դուք նույնը ուզում եք կրկնեք հիմա։ Ես ձեզ թույլ չեմ տալու, այն քաղաքացիները, ում դուք տանում եք, հետ եք բերում, ծով, ծառավ հետ եք բերում, դա ձեզ թույլ չեն տալու։ Ու դուք եք թիրախավորել թե Էդգարին, թե Նարեկին, թե ինձ եւ իմ նման շատ քաղաքացիների։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել ինձնից հարցազրույց վերցնող լրագրողներին թիրախավորելը, սպառնալը։ Լայվերի ժամանակ լայվերը լսողներին այլանդակ մեսիջներ ուղարկելը իմ մասին, սպառնալը լայվերը չնայեն։ Իմ հետևից բամբասանքներ տարածելը, ընտանիքիս մասին բամբասանքներ տարածելը։ Դուք դրանով եք զբաղված։ Դուք պրոֆեսիոնալ բամբաշչի ռուսկախոս կնանիքի սիլիկոններ եք, իրանց ծիծիկների մեջ լցված, իրանց պրոշների մեջ լցված։ Դուք էս եք, դուք կոկոլ եք, կոկոլը թուրկական փողերով աշխատող պոակներով թիրախավորելը ցանկացած հայի, ով որ ասել է, որ սա թուրքական ծրագիր է, իրանք հանձնում են իմ Արցախը, իմ Հայաստանը։ Հիմա դուք նույնը սովորել եք, դրանով եք զբաղված ազգային ժողովում, սովորեք ոնց է կոկոլը, այդ պոպուլիզմը գումարած փող, սարքում իրավ հետույքա աթոռի վրա սոսնձելու պրոցեսը ու դուք այդ սոսինձը չեք հալածնում, չեք մաշացնում, չեք պատրաստվում դուք դրանով զբաղվեք։ Ու դուք եթե գնում եք ընտրություններով ազգային ժողով մտնելու ճանապարհով նրան հեռացնելու, ձեր գործիքակազմում չի կարա չլինի իմպիչմենտը։ Անկամ եթե ընդամենը 3 հոգի եք։ Դուք երբևէ քաղաքական ճգնաժամ ստեղծած չկաք ու այն մյուս ձեր առաջվա ընդդիմությունից դուք ձեզ բարձր մի դասեք, նույն զիբիլի վեդրոն եք գնալու ոնց որ իրանք։ Կոկոլն էլ է զիբիլի վեդրո գնալու։ Ժողովուրդը չի ներելու ոչ ձեզ, ոչ կոկոլենց, որ տենց իրանցս մանիպուլացնելով, ինչ որ վախացնելով, ինչ որ մունատ գալով։ Ձեզ նարեկ ասում է եկեք նստեք, փա, որ դուք նույն քաղաքում եք, չէ՞, Ամերիկայի պես մեծ երկրի գնա գալիս եմ կոնգրեսմեններ չէին, չէ՞։ Դուք չտես գեղամեջի կուչի լափամանից օգտվող ինչ որ հայվաններ եք, չէ՞, նույն քաղաքում ապրող։ Հայ ես սենց եմ ձեր մասին խոսում։ Այդ նույն քաղաքի մեջ դուք չեք կարող գնաք նստեք այն մարդկանց հետ, ովքեր իմպիչմենտ են նախաձեռնել, թե նույն ձև ոնց որ Էդգար Ղազարյանին մենակ էիք թողել ՔՊ-ական ոհմակի մեջ, որ սաղին բզիկ արեց, փրթեց, թափեց մենակով, այդ դուք մենակ էիք թողել, որ իրան բզիկ անեն, փրթիկ անեն։ Որտեվ դուք ՔՊ-ի տակ եք, ՔՊ-ն ձեզ կարա բզիկ անի, փրթիկ անի, երբ ուզի, ոնց ուզի, կարա անպատվի, կարա խփի, կարա հայու, ինչ ուզի ձեզ կարա անի։ Ու դուք դա թույլ եք տալիս։ Որ հետո գակիրի մամանա ինձ ինչ ասեն ինքոնը տեսին լացկան աննասուն ինչ գործ ունես դու ինձ ընդ ներկայացնես այդպես մարդ եմ որ ինձ այդպես լացկանը ներկայացնի ու ձեր սպառնալիքով խոսածը դե շանտաժանելը իմպիչմենտը լուրջ չի թող գնան նեսիժ բերեն մենք սենց կանենք թող գնան ժողովրդին հանեն մենք սենց կանենք թող գնան դու ով ես որ ինձ հրամանտա սրա Ես եմ քեզ տալու, դու ես իմ ռեսուրսը, սահմանադրության մեջ է գրած, եթե դու ուրիշ բաներ ես ասում, այդ ուրիշ երկիր է, դրան համապատասխան սահմանադրություն գտի, տեղափոխվի այդ երկիր։ Էս է ժողովուրդը, էս է սահմանադրությունը։ Հեծանիվներ մի մոգոնեք։ Կոկոլն էլ է հեծանիվ մոգոնում, ամեն մոգոնելուց հող է գնում թուրքի տակ։ Ու Նարեկը ճիշտ է գրել, կրելու ենք կարգախոսով ընտրվողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի առաջինը Նիկոլին հեռացնելու միակ տարբերակին իմպիչմենտին 4 տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ Նիկոլին փոխարինող թեկնածուն Ինչով եք զբաղված դուք ամեն օր այդտեղ 4 տարի Ինչով եք զբաղված Ոյ ձեզ թիրախավորում եմ, երբ որ ասում եմ վարչապետի թեկնածու պետք է ունենաք, ոչ մեղք եք մեկդ բան տվեք մի հատ սենց, հեսա, սալֆետը չկա տան, մի հատ քաշեք, մի հատ լացեք այսքան տեղը, որ կարանք կանցնենք առաջ։ Երկրորդը, ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են թանկով ծախել, առաջ քաշելով ինչ-որ պայմաններ։ Ասես Նարեկի բանը, մի հատ ուղաթիր, $1 միլիոն ու չգիտեմ ինչ, քո պարտականությունն է, իմպիչմենտ սկսելը, այդ դրված է սահմանադրության մեջ, ոչ թե ես պետք է քեզ բզեմ, որ դու սկսես, դու եթե ասում ես մտել ես ազգային ժողով, որ հեռացնես Նիկոլին, դու ինքդ պետք է դա սկսեիր,
Եվ դա այն մոտեցումն է, որը ի տարբերություն ձեր այդ ապուշությունների, որ մի սպասել եք կոկոլը ինչ-որ բան հանձնի, գնաք այդտեղ երգեք, հետո դա հանձնվի Թուրքին, ու ասեք էդի տրիգեր էր, ինքը ուզում էր հանձնել, մենք ինչ կարացանք արեցինք, բայց ժողովուրդը ժեխա մեզ չընդունեց, իրանք օքեյ են, որ Թուրքին հանձնվի, իրանք օքեյ են Թուրքի հետ ապրեն։ Ու ոչ մեկ օքեյ չի, ողջ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ մեկ օքեյ չի դրա հետ։ Ու դուք ինչ-որ պայման եք ներկայացնում, ես եմ ձեզ պայման ներկայացնում։ Դուք այդ պայմանը որպես արդարացում պեչատել եք, որ մարդիկ ձեզ ձայն տան, դուք ասել եք ես գնում եմ Նիկոլին հեռացնեմ։ Ու նշանակում է դու պետք է լինես նախաձեռնողը դրա, այսինքն դու ազգային ժողովում գտնվելով առավելություն ունես մանդատ չունեցող քաղաքացու հանդեպ, մանդատ չունեցող քաղաքացին այդքան մոտ չի կանգնած, այսինքն դու պետք է թիրախավորես Նիկոլին, դու քո պատգամավորական մանդատի սնայպերական թիրախում պետք է պահես Նիկոլին, բայց դու այդ սնայպերական թիրախը իջացրել ես դու աբսոլյուտն ու թողում ես ինքը ինչ ուզի անի, ոնց ուզի խոսա, ոնց ուզի երբ ուզի ինչ ուզի հանձնի, ում ուզի բշտի, ում ուզի նստի ու ամեն ինչ հանձնի ոնց որ տարակ Երևանի քաղաքապետարանի ավականու ընտրությունները Սարգի Գեսիմի ինչ ժամանակ էր փողոցը գեներացվել էր 2022-ին առանց ձեզ սպասելու այդ փողոցը գեներացվել էր դուք եկաք իրաց տուն ուղարկեցի որտեվ դուք չունեք վարչապետի տեխնացու ու դուք պայմաններ չունեք առաջադրելու երրորդը նախ փողոց գեներացրեք հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից թեզը ծիծաղելու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվելու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել։ Որովհետև դուք ոչ մի քաղաքացիական ճնշման գործիքակազմ դիտավորությամբ չեք օգտագործել, անձամբ ձեր падգամավորներից մեկը ինձ ասել է, որ դուք առհասարակ ծրագիր էլ չունեք, ցույցերի ծրագիր, այսինքն ինչ ձևով ճնշում իրականացնել ինչ որ մեկի վրա լրիվ քաղաքացիական իրավաչափ գործընթացներով եւ այլնով, դուք ոչ մի նման բան չեք արել։ Դուք ասել եք ՀՔՑ-ի շենքին ձևով մի խփեք, չի կարելի, причем հետի շաբաթօր իրիկուն էր ՀՔՑ-ի շենքում ոչ մեկ չկար։ Կամ Սահմանադրական դատարանի ու արտգործ նախարարության դիմաց կիրակի օրով ցույց անելու ինչ-որ պահանջ գոռալը։ Իչո։ Կամ գալ ստիկերներ կպցնել, լիքը ֆոտոսեսիաներ, վիդեոսեսիաներ անել ու էլի տուն գնալը ու էլի տուն ուղարկելը։ Ախպեր մենք տուն չենք ուզում գնանք, մենք ուզում ենք գնանք դրան նստեցնենք, այսինքն ցույց կազմակերպողը, ով որ ասում է ես կկանգնեմ ժողովրդի գլխին, ժողովուրդն եկել է 3 անգամ առնվազն, 4 անգամ առնվազն, ունի ուրեմն գործողությունների ծրագիր, դու չունես գործողությունների ծրագիր, դու չունես օրակարգ ու դու չունես վճռականություն։ Ոյ, էլի թիրախավորեցի, վայ, մի հատ էլ քաշի, մի հատ էլ սնքրտա, քիթդ մաքրի, գրպանը դատարկի, որ թուրքի կողմից հալածված վիտոգ է։ Երրորդը, նախ 3 անգամ ծանրանում, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը, մինչ այժմ հավատացած ցուցարարին, մեկը ես, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին, այսպես է ծաղրում աժու падգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին։ Սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը եւս մտածած էին մեր կողմից։ Շուտով եթեր կանին արեք, կխոսի հաջորդ քայլերի մասին, հասկանում եք, որ ձեզնից չեն սպասում, որ դուք անելու եք։ Ձեր ամենամեծ խնդիրը, ամենաառաջնահերթ խնդիրը դա պետք է լինի, որ նրանք, ովքեր ձեզ ձայն են տվել, ձեզանից այսօր չունեն որևէ ակնկալիք։ Այսինքն ձեզնից հույսը կտրել են առհասարակ, հույս չեն դնում ձեր վրա, ու ձեզ նայում են, որպես իրենց ժամանակը եւ ռեսուրսը ծախսող, իրանց փայաբաժնի համար տակուկ տեղ տեղավորված ինչ որ տխմարների խմբակի։ Ու հիմա դուք արդեն սպառնում եք, ինչ որ պահանջներ եք ներկայացնում, այդ ո՞նց եք դուք այդտեղ հայտնվել, արա։ Կարող է դուք գնա գալիս եմ ես իմ քաղաքական գործիչներ եք, այտենց ես իմ ինչեր եք։ No։ Ժողովուրդը կոնկրետ նպատակի համար է ձեզ ընդեղ դրել։ Ու ինքը ասում է նախընտրական խոստումը հենց հիմա իրականացրու, հենց հիմա։ Այսինքն դու 4 տարի ոչ ծրագիր ես գեներացրել, ոչ օրակարգ ես գեներացրել, որտեղ ձեր ամեն ինչը թելադրված է կոկոլի օրակարգից։ Ու ձեզ մաքսիմալ դուր չի գալիս, երբ որ ձեզ ասում են, երեխեք գիտեք, Նիկոլի օրակարգից դուրս կյանք կա։ Կա ազգային օրակարգի թելադրանք։
Փորձել եք դրանից օգտվեք։ Դուք սպանում եք նման ամեն մի փորձ, դուք թիրախավորում եք ամեն մի քաղաքացու պետական ռեսուրս օգտագործելով, ընդդիմադիր ուժի պետությունից ստացած եւ ոչ միայն ռեսուրս օգտագործելով, դուք թիրախավորում եք ցանկացած անձի, ով ձեզ ասում է ազգային օրակարգ, կոկոլի թելադրածից դուրս գոյություն ունի, առաջնորդվեք դրանով սիլվուպլե։ Հենց այդ շրջանակից խոսեք։ Դու իմ ցավից խոսի։ Կոկոլը, որ հանձնում է ու ես իմ ինչ, այդ ես գիտեմ։ ՔՊԱ-ական падգամավորների պահով դուք կասկածում եք, որ հնարավոր կլինի ՔՊԱ-ական падգամավորների ձայներ բերել ու չգիտեմ ինչ, ես ես կրկին հիշեցնեմ 2020-2021 Աշուն ձմեռ ցույցերի կոլեկցիայում ընդդիմադիր քաղաքացիները շատ խելամիտ, շատ իրավաչափ ակցիաներ են կազմակերպում բոլոր ՔՊԱ-ական падգամավորների տների հասցեներով։ Այդ ակցիաների վրա ջուր լցրել եք դուք, ձեր падգամավոր դառնալու թաց երազանքները ժողովրդի վրա ծախելով։ Ես գտնում եմ, որ նրան, ում ես փողոցում անվանում եմ դավաճան, հանցագործ, թուրքի պատստիլկա, ինքը այդքան չկա, որ ես իր հետ գնամ ընտրությունների։ Դուք գտնում եք, որ ինքը այդքան կա, դուք գնում եք իր հետ ընտրությունների։ Ու դուք չունեք 4 տարի շարունակ վարչապետի թեկնածու, oh my god, ինչպիսի մեծ առեղծված։ Եվ լավագույնը, որ այս պահին կարա լինի Հայաստանում, Նիկոլն է, այսինքն դուք անվստահություն չհայտնելով Նիկոլին, դուք վստահում եք Նիկոլին։ Կամ որ եթե իմպիչմենտը վատ գնաց, դրա հետևանքները պատասխանատվությունը այդ անձինք չեն կրելու, այլ դուք վայ մեռակ պատասխանատվություն կրելով, պրям սենց կքել եք պատասխանատվության տակ, oh my god, մի հատ էլ քաշի կյանք, մի հատ էլ լացի, քաշի լացի։ Ինչ պատասխանատվությունները, դու ոչ մի կորցնելու բան չունես, աբսոլյուտնը։ Կամ որ այդ ուժերը փողոց կգեներացնեն, really, թե վախում ես, որ այդ փողոցը գալու է քեզ էլ հետը սրբի կոկոլի հետ տանի։ Որտեվ դու բանալ անվստահություն հայտնել չես կարողանում, այսինքն ձեր այդ սաղի մեջից չկա մի հատիկ, մի հոգի, մի հատ նորմալ ադեկվատ падգամավոր, որը կարա անի այն, ինչի համար ժողովուրդը իր մեջքին է կանգնելու, ժողովուրդը ամեն մեկին, ով որ Նիկոլին մաման պետք է լացացնի, իր մեջքին է կանգնելու։ Դուք վստահում եք Նիկոլին, դուք պահում եք Նիկոլին աթոռի վրա, հա, ու դրա համար ձեր նախընտրական խոստումը չիրականացնելու, մուտիլով կանելու, գասլայթինգ անելու, քաղաքացիներին անհատապես թիրախավորելու համար շատ մեծ աղմուկ է բարձրանալու ու այդ է լինելու տրիգերը։ Ու հարգելի Նարեկ ջան եւ Էդգար ջան, չի կարելի այս քուչի մայլի ճուճելների հետ խոսալ պուպսիկավարի։ Իրանց թվում է, իրանք իրանցից եսիմին չեն ներկայացնում։ Իրանք ժողովրդի գործիքն են, իրանք նրանց են խոսում, որ ժողովուրդն է իրանց գործիքը։ Ինձ թվում է այդ մարդկանց պետքա սահմանադրությունը կրթել, բացատրել, որտեղ իրանք կրթական ցենզ որպես падգամավոր չեն բավարարում։ Ու ես ոչ միայն կասկածում եմ իրանց հայրենասիրությանը, ես վստահ եմ, որ հայրենասիրություն ասելով նրանք պատրաստ են Հայաստանն էլ հանձնեն, մենակ այդ աթոռից չկտրվեն։ Սա է իմ գնահատականը։